Ռուսաստանում 22 տարի ազատազրկման դատապարտված Նադիա Սավչենկոյի վերադարձը հայրենիք շատ վերլուծաբաններ կապում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև համաձայնության հետ։ Ամերիկայի ձայնի հետ հարցազրույցում ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մքեյնը հայտնել է իր տեսանկյունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցում։ Սավչենկոյի դիմաց Ուկրաինան ազատ է արձակել ռուս երկու բանտարկյալների։ Առաջին հերթին սա բանտարկյալների փոխանակում էր եւ երկրորդը Սավչենկոն ամենավերջին մարդն է, ով կցանկանար, որ իր ազատ արձակվելու գինը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների թուլացումը լիներ։ Պատժամիջոցները պետք է լինեն ուղղակիորեն Ռուսաստանի գործողությունների հիման վրա։ Միջազգային օրենքը խախտելով Ռուսաստանը գրավել է Ղրիմը եւ մասնատում է արևմտյան Ուկրաինան։ Եթե սա համաձայնեցված է, ապա դա Եվրամիության կողմից վախկոտ քայլ է։ Մայիսի 25-ին Կիևի Բորիսպոլի օդանավակայանից Սավչենկոն ուղևորվել էր Ուկրաինայի նախագահի նստավայր, որտեղ Պետրո Պորոշենկոն նրան հանձնել էր Ուկրաինայի հերոսի պարգևը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Սանդեր Լևինի խոսքերով, սա կարևոր իրադարձություն է ոչ միայն Սավչենկոյի, այլ նաև բոլոր ուկրաինացիների համար, քանի որ նա խորհրդանշում է խիզախություն եւ նվիրվածություն Ուկրաինայի ազատության եւ ժողովրդավարության հանդեպ։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կապ կա եւ կարծում եմ, որ նրա քաջությունը եւ ազատ լինելու ձգտումը դրա մարմնավորումն են։ Նա իր խիզախության եւ ժողովրդավարական հայացքների համար հիացմունքի արժանի։ Նա ցանկություն է հայտնել, որ իր ազատ արձակումը լինի ոչ միայն հույսի, ժողովրդավարության ընթացքի եւ հաղթանակի ուղերձ, այլ նաեւ ուղերձ Ռուսաստանի ժողովրդին, որպեսզի այնտեղ ոտքի կանգնեն։ Կարծում եմ, դա այնքան շատ բան է ասում նրա ով լինելու մասին։ Հիշեցնենք, որ Սավչենկոյի ազատ արձակմանը նախորդել էր Ազատություն ռադիոկայանի լրագրող Ադրբեջանում հարկային խախտումների եւ յուրացումների մեղադրանքով կալանավորված Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը։ Նադիա Սավչենկոյի եւ Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը Ջոն Մքեյնի կարծիքով կատարվել է միջազգային հանրության ճնշման հետևանքով։ Վստահ եմ, որ թե Սավչենկոյի եւ թե Խադիջայի ազատ արձակումը ճնշման արդյունք է։ Վստահ չեմ, թե ում կողմից է ճնշումը գործադրվել, սակայն հավատացած եմ, որ դա համադրված է աշխարհի կողմից այս խիզախ կանանց հանդեպ վերաբերմունքը դատապարտելու հետ։ Իմ կարծիքով աշխարհի բնակչության կարծիքը այս գործընթացում դեր է ունեցել։ Այս երկու կառավարություններից ոչ մեկն էլ բարի չէ։ Մտածելը, թե նրանք բաց կթողնեին այս երկու կանանց բարեսրտությունից դրդված, պարզապես երևակայություն կլիներ։ Որոշ քաղաքագետների համոզմամբ ռուսական բանտում շուրջ 2 տարի անցկացրած Ուկրաինայի հերոս Գերագույն Ռադայի падգամավոր Նադիա Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է ել ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։